Շատ ձայներ լսելու մեծ խնդիրներից մեկը սխալվելու վախն է։ Այո, ինչ է տեղի ունենում։ Դուք ձեռք եք բերում մի համախտանիշ, սինդրոմ։ Ինչ է համախտանիշը։ Դա մի բան է, որը պտտվում է շրջանի մեջ։ Սխալվելու վախի, գործելու վախի այս համախտանիշը բնականաբար սկսվում է վախից։ Դուք վախենում եք սխալվել, վախենում եք ձախողվել։ Ինչու՞։ Որովհետև դուք անվստահ եք ձեր սեփական կարողությունների հանդեպ։ Դուք այսպես եք մտածում. ես չգիտեմ, ես չեմ կարող, ուրիշներն ինձնից ավելի խելացի են, ավելի ընդունակ են, ուրեմն ինչ պետք է անեմ։ Ես պետք է սովորեմ, պետք է շատ մարդկանց լսեմ։ Եվ դուք սկսում եք լսել մեկին, երկուսին, երեքին, հինգին, 10 հոգու։ Սկսում եք առցանց դասընթացների համար վճարել, սկսում եք գրքեր կարդալ, տեսանյութեր դիտել, որովհետև մտածում եք. ես պետք է սովորեմ, քանի որ ընդունակ չեմ, դեռ բավականաչափ լավը չեմ անելու այն, ինչ պետք է անեմ։ Եվ ինչ է լինում։ Դուք երբեք չեք զգում, որ պատրաստ եք, երբեք չեք կարծում, թե բավականաչափ գիտեք։ Այսպիսով, դուք շարունակում եք մնալ այդ արատավոր շրջանի մեջ, որովհետև միշտ կգտնեք մեկ այլ ձայն, ինչ-որ մեկին, ով իբր ավելի շատ գիտի, ով իբր ավելի լավն է։ Ահա այս դասընթացը, ահա այս մարդը, և եթե դու սովորես նրանից, եթե կարդաս նրա գրքերը, եթե անես այն, ինչ նա է արել, ապա կունենաս նույն հաջողությունը, ինչ նա ունի այսօր։ Սա այն մեծ խնդիրն է, որն ունեն մարդիկ։ Իսկ իրականում ինչ է կատարվում։ Ինչու չեք կարողանում դուրս գալ այդ շրջափուլից։ Որովհետև ճշմարտությունն այն է, որ դուք միշտ արդարացում եք գտնում չգործելու, չանելու համար այն, ինչ պետք է արվի։ Այդ արդարացման պատճառը ձեր վախն է։ Դուք շարունակում եք վախենալ։ Տեսեք, թե ինչ է ասում Աստծո խոսքը։ Հակոբոս 1:25 խոսքում ասվում է. բայց ով թափանցում է ազդեցության կատարյալ օրենքի մեջ և դրա մեջ մնում, նա ցրված լսող չի լինում, այլ գործ կատարող, նա իր արարքով երանելի կլինի։ Կրկին Աստծո խոսքը։ Ինչպես նախկինում ասացինք, մեզ պետք է մի ձայն։ Մենք պետք է լսենք մի ձայն, և Աստծո խոսքը կատարյալ է, որտեղ գրված է. չլինելով մոռացկոտ լսող, ցրված լսող։ Այսինքն դու լսում ես խոսքը և հետո մոռանում։ Լսում ես ու ոչինչ չես անում դրա հետ կապված, չես մտածում լսածիդ շուրջ։ Այսինքն, մոռանալու փոխարեն դու գնում և անում ես։ Սովորելու լավագույն ձևը գործելն է։ Նա երանելի կլինի իր գործերի մեջ։ Երանելի կլինի նրանում, ինչ անում է։ Ուրեմն ով է վճռական, հստակ նպատակներով, վստահ և հաջողակ մարդ լինելու գաղտնիքը։ Երկմիտ, շփոթված, տագնապած, անվստահ և վախեցած լինելու փոխարեն։ Գաղտնիքը հետևյալն է. անել սովորելու համար։ Գնում ես ու անում։ Ուշադրություն դարձրեք և հիշեք. ոչ ոք գիտուն չի ծնվել, և ոչ ոք ամեն ինչ չգիտի։ Յուրաքանչյուր ոք, ով այսօր իբր մասնագետ է կամ փորձագետ որևէ բնագավառում, շատ է սխալվել փորձագետ դառնալու համար։ Նա անպայման պետք է սխալվեր։ Այնպես որ, եթե ուզում եք իրապես սովորել, մի կառչեք այն մտքից, թե ես պետք է կարդամ, ես պետք է ուսումնասիրեմ։ Ես դեռ կխոսեմ սովորելու մասին, դա կարևոր է, բայց մի կարծեք, թե պետք է կատարյալ ձևով պատրաստվեք, եթե այդպիսի բան ընդհանրապես գոյություն ունի, նախքան որևէ բան անելը։ Եթե ուզում եք սովորել մեքենա վարել, պետք է նստել վարորդի նստատեղին։ Միացնեք մեքենան, դնեք առաջին փոխանցումը, հանեք ոտքը արգելակից և սեղմեք գազը։ Դուք պետք է դա անեք։ Եթե ուզում եք սովորել, պետք է նստեք մեքենան ու վարեք։ Եթե ուզում եք սովորել կերակուր պատրաստել, պետք է վերցնեք բաղադրիչները, կտրատեք ու սխալվեք։ Շատ բրինձ ու լոբի վառեք։ Դուք պետք է դա անեք։ Շատ մթերք փչացնեք, մինչև լավ խոհարար դառնաք։ Ուզում եք սովորել գրել, պետք է սկսեք գրել և սկզբում սխալ գրել։ Գրել մի բան, որ ոչ ոք չի ուզում կարդալ։ Ուզում եք սովորել աղոթել, խոսել Աստծո հետ, մտերմություն ունենալ նրա հետ,
պետք է ծնկի գաք, պետք է խոսեք։ Երբեմն կծնկեք ու ձեր բերանից ոչինչ դուրս չի գա, բայց դուք պետք է սկսեք, պետք է անեք։ Ուզում եք լինել գործարար, լինել ձեր սեփական տերը, ունենալ ձեր սեփական ընկերությունը, պետք է սկսեք գործը։ Մի սպասեք, որ ավարտեք կառավարման ֆակուլտետը և նոր սկսել գործել։ Ոչ, ամենայն հարգանքով ուսման հանդեպ, արդյոք սա նշանակում է, որ սխալ է սովորելը։ Եպիսկոպոս, դուք ասում եք, որ սխալ է սովորելը։ Ոչ, ես չեմ ասում, թե սխալ է սովորելը։ Այն բանում, ինչ ուզում եք սովորել, պետք է երկու բան իմանաք։ Նախ պետք է լավ ընտրեք, թե ումից եք սովորում, որովհետև որևէ օգտակար բան սովորելու համար դուք պետք է իմանաք, որ ձեզ ուսուցանող մարդը ձեր շահն է հետապնդում, ոչ թե իրենը։ Նա իրոք ուզում է ինչ-որ բան սկսել ձեզ հետ, ուզում է փոխանցել ձեզ, ուզում է տալ։ Լավագույն ուսուցիչը նա է, ով տալիս է։ Լավագույն ուսուցիչը նա է, ով մտածում է աշակերտի շահի մասին, այլ ոչ թե նա, ով ուզում է խլել աշակերտից։ Այսօր շատերն ասում են, թե ուզում են սովորեցնել, որ ուզում են ձեզ այսպիսի կամ այնպիսի մարդ դարձնել, բայց իրականում նրանց հետաքրքրությունը ձեր քսակն է։ Նրանք ձեզնով չեն հետաքրքրված, այլ այն ամենով, ինչ դուք կարող եք տալ իրենց։ Այնպես որ, երբ ընտրում եք մեկին ձեզ սովորեցնելու համար, պետք է հասկանաք նրա շահը, կշռադատեք այն, և պետք է իմանաք, ով է նա, ունի հեղինակություն սովորեցնելու համար, որովհետև այսօր ցանկացած ոք կարող է ցանկացած բան սովորեցնել։ Արհեստական բանականության աշխարհում ցանկացած մարդ կարող է տեքստ դնել, կարդալ այն ու խոսել մի թեմայի շուրջ։ Նա դառնում է փորձագետ, որովհետև սովորել է սոցցանցերից կամ արհեստական բանականությունից։ Բայց դա իր խելքը չէ, դա արհեստական է, անունն իսկ հուշում է։ Արհեստական, դա արհեստական մարդ է, իրական չէ, անկեղծ չէ։ Նա խոսում է ամուսնությունից, բայց ամուսնացած չէ։ Նա ասում է, որ ձեզ կսովորեցնի, դասընթաց կտա փող աշխատելու համար, բայց ինքը փող չի աշխատում։ Նա փող է աշխատում դասընթաց վաճառելով, այլ ոչ թե բիզնես անելով։ Նա հեղինակություն չունի խոսելու։ Մեկն էլ Աստվածաշունչ է քարոզում, բայց կտեսնեք նրա կյանքը Աստվածաշունչը չէ։ Նրա կյանքն այլ է։ Նա չի կիրառել այն, ինչ սովորեցնում է։ Ուրեմն, լավ նայեք, թե ով է ձեզ սովորեցնում, ում եք ընտրում որպես ուսուցիչ, և որն է այդ մարդու շահը։ Երբ լավ ընտրեք մեկին, ով իրոք ուզում է ինչ-որ բան կիսել ձեզ հետ, հանուն ձեր շահի, հանուն ձեր աճի, ահա այդ ժամանակ արժե սովորել։ Բայց պետք չէ ընտրել 2, 3, 5 կամ 10 հոգու, որովհետև դուք կպառակտեք ձեր հավատը, ձեր ընկալումը և կմնաք կասկածների մեջ։ Այնպես որ չմոռանաք, Աստծո խոսքը, ինչպես միշտ, տալիս է գաղտնիքը։ Նորից կարդամ համարը. գործի կատարողը երանելի կլինի իր գործերի մեջ։ Այսինքն, դու լսում ես Աստծո խոսքը, հարատևում ես դրա մեջ, այն կատարյալ է։ Կիրառում ես խոսքը գործնականում և անելով սովորում ես։ Գիտեք, իրենց գործի մեջ լավագույնները լավագույնն են, որովհետև ավելի շատ են անում և գործնականում են կիրառում իրենց գիտեցածը։ Իմանալը անելն է, իսկ անելը իմանալը։ Իմաստուն դառնալ չի նշանակում լցվել տեղեկատվությամբ, այլ այն, ինչ դու անում ես, հենց դա է քեզ սովորեցնում։ Ուստի դուք չպետք է վախենաք սխալվելուց։ Երբ սխալվեք, սովորեք ձեր սխալներից։ Հաջորդ անգամ ավելի լավը արեք։ Դուք չպետք է վախենաք սխալվելուց։ Դուք պետք է վախենաք միայն տեղում կանգնած մնալուց։ Վախեցեք միայն անշարժությունից, գործելու վախի այդ համախտանիշից, այն անվերջ շրջապտույտից, երբ անընդհատ լսում եք պազում ձայներ։ Եվ այո, վախեցեք այն մարդկանցից, ովքեր իրենց սրտում ձեր շահը չունեն, ում հետաքրքրությունը ձեր քսակն է, և ովքեր ոչ մի հեղինակություն չունեն սովորեցնելու։ Ահա թե ինչից պետք է իրոք վախենալ։ Այդպիսի մարդկանց ձեռքն ընկնելուց և գործելու վախի համախտանիշի մեջ հայտնվելուց։